Գյումրիում բնակիչները շարունակում են բողոքել սննդամթերքի գնաճից։ Գները գրեթե օրեցօր բարձրանում են, իսկ մարդկանց եկամուտները չեն փոխվում։ Վաճառքի կետերում ապրանքը շատ է, սակայն գնողունակությունը նկատելիորեն ցածր։ Ամեն ինչ է, մակարոն եղեն, ուտելիքը, вообще ինչ որ ուտում ենք մենք, հետ է։ Դե ձետնա թանկացել, կատնամթերքը, ծամասնությունը, բանջարեղենը։ Դա կարող եմ միայն ասել, անդադ բարձրանում են, մենք թոշակառու ենք, թոշակները չի բավականացնում։ Քաղաքում էլ եղել է թանկացումներ կատնամթերքի հետ կապված։ Իրականում թանկացումները մշտապես լինում են պարբերաբար, քիչ-քիչ 10, 20, 30, 40 այդպես դրամական կերպով է շատանում թանկացումները, բայց հիմնականում այդքան էլ նկատելի չեն։ Որոշակի ժամանակ հետո հասկանում ենք, որ այդ ապրանքը, որը գնում ենք մենք ավելի մատչելի, 100-200 դրամ թանկացել է, բայց այդ թանկացումը եղել է աստիճանաբար։ Կատնամթերքը, ցեյտը, յուղը, հավգիտը, որ ասեմ, սաղնը թանկացում է։ Ես չեմ մեկնաբան։ Նորդներն ասում են, որ ամեն անգամ գնումներ կազմակերպելիս ստիպված են ծրագրել, նախ ինչ գնել, իսկ ինչ թողնել հաջորդ ամսվա համար։ Շատերը վստահ են, գնաճի դեմ պայքարը պահանջում է ոչ թե կարճաժամկետ, այլ համակարգային լուծումներ։ Մասնագետները նշում են, գնաճը մի քանի գործոնի հետևանք է, կարևորներից մեկը պահանջարկի աճն է։ Հայաստանում Շիրակի մարզը որպես գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող մարզ ինքը զգալիորեն կրում է այս ազդեցությունը եւ երբ որ սեզոնային ապրանքների գները աճում են, այսինքն պահանջարկից կախված եւ նաեւ այլ գործոններից կախված, օրինակ եթե ներկրվող ապրանք է, կարող է ուղիղ կախված լինել նաեւ ներկրման գնի բարձրացումից կամ արտարժույթի տատանումից, այս գործոններից կախված ուղղակիորեն գնաճը զգալի կրում են, ինչպես նշեցի, արդեն ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները, իսկ Գյումրի քաղաքում ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների կշիռը բավական բարձր է։ Միշտ տնտեսագետները քննարկում են լուծման ուղիները, Գյումրիում բնակիչները շարունակում են հարմարվել գնաճի նոր իրականությանը, պակաս գնումներով ու ավելի խիստ հաշվարկներով։ Սյուզաննա Խառատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։